Ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել էլի հմեկի հարցազրույցում հնչեցված ձեր մտքի հետ կապված, ոնց որ լավ չի ստացվում այդ հմեկի հարցազրույցները ձեր մոտ հետագայում ազգային ժողովում հակասության մեջ են մտնում ձեր հնչեցրած տեսակետները, դուք հայտարարեցիք, որ փառաքարում սպանությունը, որը տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի սպանությունը եւ ոստիկանության օպերատիվ աշխատողի սպանությունը բացահայտված է։ Բայց մենք բոլորս գիտենք եւ կարծում եմ դուք էլ գիտեք, որ բացահայտված է առնվազն կատարողների մասով եւ մենք բոլորս նաեւ լսել ենք այն հայտարարությունները դժոխք կողմի սպանվածի հարազատների, ովքեր որ շարունակում են ենթադրյալ պատվիրատուների մասին կասկածներ հայտնել։ Եվ նաև դուք այդ հարցազրույցի ժամանակ ասում եք, որ կողմերի միջև երկար ժամանակ եղել է լարվածություն։ Կողմերից մեկը պարզ է Վալոդիա Գրիգորյան, ընդդիմադիր համայնքապետ, որը որ ջախջախիչ պարտության էր մատնել իշխող քաղաքացիական պայմանագրին։ Բայց կողմերից երկրորդի մասին դուք ոչինչ չեք ասում։ Ո՞վ էր այդ երկրորդ կողմը։ Եթե երկրորդ կողմը այն սպանություն իրականացնող անձներ, ապա բոլորը գիտեն փառաքարում, որ սպանություն կատարողը եւ Վալոդիա Գրիգորյանը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել, նաեւ հաշվի առնելով գուցե տարիքային տարբերությունները։ Համենայն դեպս այն մարդու մասին եմ խոսում, ում դուք մեղադրում եք սպանություն կատարելու մեջ, իսկ օժանդակողը ընդհանրապես չի ընդունում իր մեղադրանքը եւ դա ձեզ պետք է որ հայտնի լինի։ Հիմա ես ուզում եմ հետաքրքրվել, ինչու է քննչական կոմիտեն որոշակի կաշկանդվածություն դրսևորում, արդյոք դրա հետ կապ ունի այն իրողությունը, որ մի կողմը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն են, դրա համար դուք միայն բավարարվում եք ախտոյան եղբայրներից մեկին երկու անգամ հարցաքննության հրավիրելով, իսկ մի եղբայրը, որը որ սպանությունից առաջ երկրից հեռացել է, եւ նրան տարել եւ Զվարթնոց օդանավականն է ճանապարհել այն անձը, ով այսօր մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, դուք այստեղ այս կապը ինչ որ հնարավոր չի լինում բացահայտել։ Ես ուզում եմ ձեր կաշկանդվածության մասին անկեղծ խոսեք, որովհետեւ դժվար թե հմեկում դրա մասին խոսեիք։ Եվ երկու կարճ հարց եմ ուզում հնչեցնել բիզնեսի տուգանքների մասին մեր գործընկերը նշեց, բայց ես կուզեմ դուք իհարկե խոստացաք որոշակի քննարկումներ այդ թեմայով։ Ես ուզում եմ այնուամենայնիվ մի բանի վրա ուշադրություն դարձնենք։ Նայեք, դուք անիֆով ասում եք 1.5 միլիարդ դրամի չարաշահման բան եք բացահայտել եւ մի խմբագրեք Տիկին Վարդանյան, ես իմ հարցերը հնչեցնում եմ։ Դուք ասում եք 1.5 միլիարդի որոշակի չարաշահումներ եք հայտնաբերել, բայց դուք միանգամից չեք ստիպում, որպիսի որևէ մեկը վերականգնի։ Բայց երբ որ գնում են գործարարների մոտ ստուգումների, հարկային ծառայությունները եւ հետո դրանք գալիս են ձեր մոտ նախաքննության, այս այն որ ասում են գլխից ի սկզբանե տալիս են գործարարին վճարել հարյուրավոր միլիոն դրամների տուգանքը, հետո ասում են կգնաս դատանում կբողոքարկես։ Հիմա ինչու նույնական չեն երևույթները եւ օրինակ հերրավոր Վարդենիսում ամանորին ընթառաջ, որ 50-100 միլիոն դրամ տուգանքի են ենթարկում որոշակի բիզնեսմենների հիմնականում խանութներին, ինչքանով են դրանք համաչափ ընդհանրապես։ Եվ շատ կարճ հարց նաև կալանքների մասով։ Դուք ասացիք, որ 16%-ով կալանքի միջնորդությունները նվազեցրել եք։ 16.4, շատ լավ։ 16.4%-ով, բայց այդտեղ ձեր տեղում նստած արդարադատության նախարարը շարունակում է հնչեցնել ահազանգ առ այն, որ կալանքների թիվը շարունակում են լինել մտահոգիչ, քանի որ մեր երկրում դատապարտյալները ավելի քիչ են, քան կալանավորվածները։ Այսինքն ակնհայտորեն մարդկանց սկզբում կալանավորում եք, հետո մարդիկ ամարդարացվում են կամ դատական վախճան չի ունենում գործը կամ որևէ այլ կերպով կալանքները փոխարինվում են այլ խափանման միջոցների։ Եվ քանի որ դուք կալանքների մասով շատ ակտիվ եք եւ կալանքի միջնորդությունները ներկայացնելուց երկար չեք վարանում, ես այդ առիթով ուզում եմ ձեզ խորհրդանշական մի նվեր նվիրել, որ հուսամ, որ դուք դա կօգտագործեք, կդնեք ձեր սեղանին եւ ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելուց դուք կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի դա ամենաճիշտ որոշումը չէ։ Ամենայն հարգանքով խոսքի ազատություն եւ պատգամավորի կարգավիճակին բնորոշ ցանկացած բան ընդունել է, բայց խնդրում եմ, էլի, եթե ցանկություն ունեք պարոն Պողոսյանի նկատմամբ ինչ-որ այլ քաղաքական ակցիա իրականացնել,
Սա լավագույն Նվեր եմ ձևաչափը չի։ տալիս, Լավագույն ձևաչափը Ես չի։ նվեր չեմ Նվերներն էլ մի վարքյան։ Նվերներն էլ պարոն Պողոսյան։ Կհայտարագրի, Նվերների շատ ցածր արժեքով նվերների հայտարարագրման, Բայց դուք եք որոշում, կարող եք նվերների խնդրում, հայտարարման հետ կապված էլ մենք ունենք սահմանափակումներ։ Այո, Խնդրում եմ, շատ դրա համար շատ խնդրում եմ, էժան նվեր եմ նախընտրել բերել, խնդրում եմ, որպեսզի խնդրում եմ։ Պարոն Վարդանյան, դուք Տիկին Թովմասյան, եք չէ։ իմ գործունեությունը, նոր ասում եք ազգային Ես ժողովի բնականon բացարձակապես ձեր աշխատանքը մի խոչընդոտ եք։ Տիկին Թովմասյան։ Դե հիմա թողեք ես Ուրեմն ավարտեմ իմ լսեք, խոսքը։ ուրեմն ցանկացած հարց, ցանկացած պատասխան։ Ցանկացած Ընդ որում, հարց ընդ եւ որում ցանկացած պատասխան, այո։ կներեք, եթե շատ ավելի անկեղծ լինեմ, բյուջետային հայտի քննարկումն է։ Մենք այսօր շեղվում ենք մի պարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի տեղեկություն իմանա ամեն ինչի վերաբերյալ ինչ տեղի է ունենում այս շենքում, այս շենքից դուրս։ Բայց սա չի նշանակում, որ սա պետք է վերածվի իրավապահ համակարգի նկատմամբ, ինչ որ չգիտեմ, ֆլեշ մոբերի։ Սա ես թույլ չեմ տալ։ Դες որ խնդրում եմ այդ ձեռնարկատան պահեք, հակառակ դեպքում ես կընդհատեմ նիստը։ Խնդրում եմ։ Պարոն Վարդանյան, ուրեմն Ես չեմ սահմանափակում ձեր խոսքի Դուք հիմա հարցը ամփոփեք եւ ահագին սահմանափակեցիք իմ խոսքի Թույլ ազատությունը, տվեք, ես բայց արտահայտեմ, այնուամենայնիվ ես ուզում եմ ասել, որ մենք խոսում ենք քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության մասին, որը ստանալով պետությունից ահռելի միջոցներ, ունի գործունեության այնպիսի բնութագրումներ, որոնք հանրությանը անհանգստացնում են։ Եվ մենք որպես առաջնային մանդատ կրող падգամավորներ, բնականաբար պիտի բաում հնչեցնենք, եթե ոչ պարոն Պողոսյանին։ Տարվա մեջ մի անգամ ունենք հնարավորություն, մի քանի անգամ էլ կհնչեցնենք։ Եվ այս նվերը ես այստեղ կթողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն կուղորթի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Բայց այդ մարդիկ ո՞նց էին ազատության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Պողոսյան։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Ինչ վերաբերում է բուն հարցերին, դուք նշեցիք, որ իմ մոտ հմեկում հարցազրույցը լավ չի ստացում, իմ կարծիքով լրիվ հակառակն է, շատ լավ էլ ստացվում է, հակառակ պայմաններում այդ հմեկի հարցազրույցի հետ կապված sense ամիսներ շարունակ sense քննարկումներ տեղի չեր ունենա։ Նայած որ տեսանկյունից եք նայում այդ հարցազրույցին, բայց նշեցիք, որ այս հարցազրույցում Մերձավանի դեպքերի հետ կապված ես նշել եմ, որ գործը բացահայտված է։ Տիկին Թովմասյան, ու նշեցիք, որ չգիտեմ, որտեղից վերցրեցիք, որ կաշկանդվածություն ունեմ։ Տիկին Թովմասյան, արձանագրենք, որ ընդհանրապես սպանության դեպքը, երբ որ կան կատարողներ, երբ որ ունենք մեղադրյալ ներգրաված անձինք, մեղադրյալ բուն կատարողների մասով եւ բնականաբար ունենք նաեւ օժանդակող։ Քննչական կոմիտեի նախագահը, երբ որ հելնի ասի, որ օրինակ, չգիտեմ, ասի, որ օրինակ դեպքը բացահայտված չի։ Չբացված է։ Դա լուրջ է։ Լուրջ չի, չէ՞։ Այսինքն կատարողների մասով մենք դեպքը բացահայտել ենք։ Բայց դա չի նշանակում, չէ, մենք ես նշեմ նաև, որ մենք քանի որ մամուլում, հանրության մեջ մենք պարտավոր ենք տարբեր վարկածներ քննարկենք, այդ թվում նաև դա ընդհանրապես ցանկացած գործով է, ցանկացած հասարակ սպանության գործով մենք պարտավոր ենք ոչ միայն քննություն կատարենք կատարողների մասով, այլ ենթադրաբար այլ հանցակիցների մասով։ Ցանկացած գործով այդ վարկածը պետք է ստուգվի։ Բնականաբար մենք մյուս մասով այլ հանցակիցներ լինելու մասով քննություն կատարում ենք եւ որևիցե կաշկանդվածություն չունենք։ Ինչի պետք է կաշկանդվածություն ունենանք կամ ումից պետք է ունենանք այդ կաշկանդվածությունը։ Չէ, ինչի եք դուք տես տպավորություն ստեղծում։ Իմ մոտ մեկ անկեղծ, անես տպավորությունա, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ Այսինքն դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է։ Իմ մոտ էս տպավորություն է։ Քանի որ դա հնարավորություն էր տալի, եթե չբացահայտված էր, այլ հարցեր շահարկել։ Հիմա վատ է, որ բացահայտվել է այս դեպքը։ Վատ,
Կատարողների մասով, լավ անդադ շեշտեմ, կատարողների մասով 2 անգամ կարամ շեշտեմ, 3 անգամ կատարողների մասով բացահայտվել է։ Հա, բացահայտվել է։ Ված չի, չէ, որ բացահայտվել է։ Հիմա հաջորդը Տիկին Թոմասյան, վստահ եղեք, եւ մեր հանրությունն էլ պետք է վստահ լինի։ Մյուս մասով դուք նշում եք, որ մի կողմից ես այդ երկակի մոտեցումը չեմ կարում հասկանամ։ Մի կողմից նշում եք, որ կալանքի թիվը ինչ որ նվեր եք ուզում անեք, ձեռնաշղթաներ, ասում եք կալանքի թվերը շատ է, բայց մյուս կողմից ասում եք, երբ որ հարցը վերաբերվում է այ երկակի մոտեցման մասին ավկայում, երբ որ հարցը վերաբերվում է այն անձանց, որ ըստ էության ում հետ որ որոշակի, չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ, օրինակ ասում եք Մհեր Ախտոյան, ինչի Մհեր Ախտոյանին կարգավիճակ չեք տվել, բայց ինչ ունեք, ինչ եք ներկայացնում որպես հակափաստարկ, ասում եք տարել ճանապարհել է, հա, տարել ճանապարհել է, դա բավարար է, որ լուրջ իրավաբանը անձին մեղադրյալ ներգրավի, այս ծանր, առանձնապես ծանր հանցագործության հոդվածով, սա լուրջ եք ասում։ Այսինքն, որ մեղադրյալ ներգրավենք, տանենք կալանքի, կարող է այդ բրասլետի թիվը 2 հատ դառնա։ Չի լինում, չէ՞ տես բան։ Չի լինում, դրա համար մենք համապատասխան հիմքերի եւ իրավապայմանների արկայության դեպքում են գնում անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Ձեր նշած անձանց մասով եւ այլ մենք քննություն կատարում ենք։ Վստահ եղեք։ Վստահ եղեք։ Այդ գործը իմ հսկողության տակ է գտնվում, ինքը քննվում է հատկապես կարևորագույն գլխավոր վարչությունում, ՀԿԳ քննության վարչությունում։ Բոլոր հարցերի պատասխանները կստանան մեր հանրությունը, եթե եղել է պատվիրատու, եթե եղել է, վստահ եղեք, որ բացահայտվելու է։ Եթե եղել է, մենք կներկայացնենք դախակնության ավարտի ժամանակ, թե ինչ գործողություններ են կատարել այդ մասով եւ դուք հաճելիորեն կզարմանաք։ Այն նշեցիք Տիկին Թոմասյան, որ գործարարներին ստիպում ենք, չէ՞, տենց ձևակերպում տվեցիք, բայց անիվով ոչ։ Տիկին Թոմասյան, ընդհանրապես պետությանը պատճառված վնասի վերականգնման տեսանկյունից մենք միասնական գործիքակազմ ենք կիրառում, դա առաջի հերթին պատճառված վնասի հնարավոր վերականգնումն ապահովելու նպատակով գույքի վրա արգելանք դնել, այս մեխանիզմը կիրառելի է բոլոր գործերին, այս գործն էլ բացառություն չի, այս մասով վստահ եղեք, այտենց է։ Կալանքների թվի հետ կապված նշեցիք, ես արդեն հարցին պատասխանեցի, որ արդեն նվազում ունենք, բայց նշում եք, որ արդարացվածներ, դուք վիճակագրություն նայել եք արդարացվածների։ Դե որ վիճակագրություն նայեք, մենք շատ չնչին տոկոս է կազմում այն գործերի համեմատ, ինչքան մենք գործ ավարտում եւ ուղարկում ենք դատարան, շատ չնչին տոկոս է կազմում, դա նաեւ մեր աշխատանքի, դրական աշխատանքի վկայությունն է։ Չէ, ժողովուրդ։ Ասած ես այդ Ընդ որում այդ մասին արդարադատության նախարարն ասե, պարոն Վարդանյան, այդ ձեր տեղում նստած։ մենք Սրբուի Գալյանի հայտարարությունն է։ Թիվը իջել է, բայց թե այդ համամասնությունը ես մի հատ կնայեմ, կհասկանամ։ Շնորհակալ։ Արձագանք։ Հա, բայց մի հատ բան էլ ինչ բանն է, այս լարվածություն միջի չասեմ, բայց ճիշտ ասած ձեռնաշղթան ոչ այնքան կալանքի որպես խափանամիջոցի, որքան ձերբակալման խորհրդանիշը։ Դա խորհրդանշական է, որտեղ կալանքի հետ ասոցացվող այլ խաղալիք չգտա։ Ահա։ Հիմա ես ուզում եմ խաղալիքների խանութում խնդրեմ։ Հիմա խաղալիքների խանութը, որ գնամ ազգային ժողովի գնումները նայեմ, պարոն Վարդանյան, լավ բան չի տեղի ունենալ, այն չխչխկան խաղալիքները օրորոցային, որ նորից հանեմ, էլի լավ բան տեղի չունենա, եկեք չշեղվենք բուն թեմայից, պարոն Պողոսյանը այստեղ պատասխանում է մեր հարցերին, մասնավորապես այն հանրային հնչեղություն ունեցող գործերով, որոնց արդյունավետությունը մենք քննարկում ենք։ Պարոն Պողոսյան, դուք նաև քննություն եք իրականացրել այս տարի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության մասով։ Եվ դուք հայտարարել եք, որ դուք շատ գոհ եք այդ քննության արդյունքներից եւ այդ սպանությունն էլ համարում եք բացահայտված։ Հիմա, բա եթե փետրվարի 5-ի սպանությունը ամբողջությամբ բացահայտված էր, ամեն ինչ ընտիր գնացել էր, բոլոր գործողությունները իրականացվել էին օրենքի սահմանում, բա ինչու սպանվեց Վալոդիա Գրիգորյանը։ Բա ինչու վենդետա եղավ։ Ուրեմն ինչ որ մի բան մնացել էր, չէ՞։ Եվ հենց այս մտահոգությունը հաշվի առնելով ես կարծում եմ դուք պիտի ականջալուր լինեք փարաքարում այս օրերին արկա իրավիճակի մասով, որովհետև իմ նշած ընտանիքը, որի նկատմամբ ասացի
ենթադրաբար դուք ունեք որոշակի կաշկանդվածություն, կուսակցական պատկանելությամբ պայմանավորված, այդ մարդիկ չեն ապրում փառաքարում։ Ախտոյանները սպանությունից հետո չեն ապրում։ Բա ի՞նչն է խնդիրը։ Այստեղ պիտի դուք խորանաք, մտնեք այդ թեմայի մեջ, որpիսի հնարավոր հետագա հանցագործությունները հնարավոր լինի կանխել, որովհետև փետրվարի 5-ի դեպքից հետո էլ լարված իրավիճակ էր, բայց հետո հասան, չէ, արդյունքին ինչ որ մարդիկ ի վերջո ընտրված համայնքի ղեկավարը դաժանաբար սպանվեց իր տան բակում։ Եվ նաև ասում եք, որ լավ չի, որ բացահայտվեց, շատ լավ է, որ բացահայտված է, իհարկե լավ է, բայց գիտեք ավելի լավ ինչ կլիներ, որ չլիներ սպանությունը։ Եվ իրավապահները իրենց տեղում լինեին։ Այ եթե փետրվարի 5-ի սպանությունը բացահայտված լիներ լրիվ եւ ամբողջությամբ եւ որևէ կասկած չմնար եւ կողմերը բողոք չունենային, գուցե Վալոդիա Գրիգորյանը այսօր լիներ կենթանի։ Եվ վերջին նախադասությունը։ Նույն փետրվարի 5-ի դեպքի առիթով այսօր ձեր մոտ սպանության օժանդակության կասկածանքով կալանավորված անձը լրատվամիջոցների հետ զրույցում բողոքում էր քննության ընթացքից։ Նա էլ էր խոսում որոշակի պատվիրատուների մասին։ Այսինքն ոչ այն ժամանակ դուք ականջալուր եղաք պատվիրատուներին մասով, ոչ էլ հիմա եք ուզում ականջալուր լինել։ Ես Քավլիցի որևէ մեկին մեղադրանք չեմ ներկայացնում։ Ես ձեզ ներկայացրեցի փառաքարում արկա իրավիճակը եւ հետաքրքրվեցի անկեղծորեն ասել, ինչ կաշկանդվածություն ունեք, որով դուք աստիճ չունեք, բայց թույլ տվեք չհավատալ այդ մասով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Թովմասյան, ձեր իրավունքն է համաձայնվել կամ չհամաձայնվել իմ դիտարկումների հետ, ես փաստերն եմ արձանագրում։ Փետրվարի 5-ի դեպքի հետ կապված ամբողջությամբ բացահայտված է դեպքը, շարժառիթը մեր համար պարզ է եղել։ Ես նշել եմ հանրային հեռուստաընկերությունում, թե ինչն է եղել շարժառիթը, այսինքն ունեցել ենք շարժառիթը կատարող անձինք եւ դեպքը ամբողջությամբ բացահայտված է եղել։ Այս առումով չբացահայտ բոլոր մասն, որում կարճ ժամանակահատվածում 15 անձի վերաբերյալ գործը մենք մեղադրական եզրակացությամբ ուղարկել ենք դատարան, ընդ որում նաև սպանություն կատարող անձի մասով։ Հիմա ձեր նշած քաղաքացին, երբ որ հարցազրույց է վերցրել, այդ անձին կանչել հարցաքննել ենք։ Տիկին Թովմասյան, ինքը կարծեմ մեղադրյալներից մեկի մայրն էր, ինչքան հիշում եմ, մեղադրյալներից մեկի մայրն էր։ Ասպասպանությունը կատարել է այլ անձ, ըստ իր։ Մի հատ հանգամանք մատնանշեմ եւ այս հարցը փակենք, էլի, ասենց լուրջ չի, էլի, լուրջ չի։ Ասենք լրագրողը գնում հարցազրույցա վերցնում եւ այլ, լուրջ չի։ Սպանություն կատարող ում որ սպանել են, այդ փետրվարի 5-ի դեպքով, ինքնաձիգով են սպանել։ Ինքնաձիգով։ Եվ ունենք ինքնաձիգով սպանություն կատարած անձը, իսկ այն անձը, որը որ նշում է, որ իբր նրա ձեռքին էլ է զենք եղել, նրա ձեռքին ատրճանակ է եղել, ատրճանակ։ Ատրճանակի կրակոց տեղ չունենք, հասկացաք ինչ եմ ասում, նրան, չէ, լսեք էլի միջև վերջ, մենք դրա համար նույնիսկ այս դեպքում նրան մեղսագրել ենք զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարել, չենք կարող մեղսագրեինք սպանություն, որովհետև առնվազն ատրճանակից սպանված չի, այսինքն պրիմիտիվ բան է, որը որ պետք չի սենց մանիպուլացնել, հետևաբար նորից եմ վերահաստատում դեպքը բացահայտված է ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է հաջորդ դեպքին, ասում եք լավ, եթե բացահայտված էր, ինչի մյուս դեպքը եղավ։ Ախր Տիկին Թովմասյան, այդ հարցը որ տալիս եք, որ ինձ տալիս եք, ես այդ հարցին ոնց պատասխանեմ, ես կարող եմ, ես նշում եմ, ես փաստերն եմ արձանագրում որպես քննչական մարմնի ղեկավար։ Մենք զբաղվում ենք դեպքերով, երբ որ ցավոք սրտի, երբ որ հանցագործության դեպք է տեղի ունենում։ Այսինքն, եթե այդ սպանությունը տեղի չունենար, քննչական մարմինը չէր զբաղվելու այդ դեպքով։ Բայց մենք չենք կարող, մենք նախկինում, երբ որ վարույթ ենք նախաձեռնում, երբ որ որոշակի մտահոգություններ ունենում ենք, օրինակ, անձը օրինակ որոշակի կյանքի համար վտանգ է տեսնում եւ այլն, պաշտպանության միջոցներ են կիրառում, անվտանգության միջոցներ։ Այս դեպքերում էլ մենք քննիչը անվտանգության միջոցներ է կիրառել որոշակի անձանց շրջանակի նկատմամբ։ Անվտանգության միջոցների տեսակը չեմ կարող ասել, բայց կիրառել է։ Հիմա շարժառիթն էլ ունենք պարզված։ Այս կատարողը ես հմեկի հարցազրույցում դարձյալ նշել եմ։ Կատարողը նշել է ինչն է շարժառիթը։ Ավելին, կատարողը մենք նույնիսկ հարցաքննությամբ մոտեցել ենք այն վարկածով, որ չենք հավատում քո ասացի։ Չենք հավատում։ Բայց մարդը ապացուցել է իր խոսքերը այլ ապացույցներով հաստատվել է։ Նշել է շարժառիթը ինչու՞մ է։ Այսինքն այդ անձնական, այդ թշնամական հարաբերություններն էր, որ իր անկերոջը, հիմա դուք ասեք 10 տարու մեծ էր, ոնց կարող ընկերություն աներ։ Ասենք դա այդ ինչ ասել, ես չեմ կարող այտենց դիտարկում անել։ Մեծերի հետ ընկերություն անում են։ Հիմա ընկերություն էր անում, ինքը ցավագին էր ընդունել այդ
ամեն ինչը, որ իր ընկերոջը կյանքից դրա համար մեղադրել էր այս կողմին։ Ես հիմա ինձ եք հարցնում, այդ մարդը ասում է, որ ես դրա համար մեղավոր եմ, համարել ես անձին։ Բացի դա, նշում է նաև, մի քիչ էս փակակից բացեմ, նշում է նաև, որ մի քանի անգամ Գյուղամիջյան ճանապարհին, կոնկրետ իր հետ էլ է խոսակցություն ունեցել։ Կոնկրետ իր հետ։ Հիմա չեմ ուզում այս մասով շատ փակագծեր բաց։ Այսինքն ինքը նշում է շարժառիթը հստակ։ Դա հրապարակային դատաքննության ժամանակ այս ամեն ինչը կհրապարակվի։ Հետևաբար Տիկին Թոմասյան այս մասով այսքանը, բայց մենք որևիցե տեսակի կաշկանդվածություն չունենք որևիցե մեկից։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, ձեր վերջին հարցներ։ Իհարկե։ Պարոն Պողոսյան, մի հարց ունեմ։